Բարև ձեզ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում սպորտզոնն է։ Այսօր մեր հյուրն է աշխարհի կրկնակի գավաթակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն Հովհաննես Հակոբյանը։ Բարև ձեզ Հովհաննես, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ հրավիրելու համար։ Հովհաննես, հենց առաջին հարցը, որ հետաքրքրեց, ձեր ձեռքն է։ Ինչ է պատահել ձեր ձեռքին։ Կարատեն ընդհանրապես մեդամարտային ձև է ու այս վերջին մրցաշարից հետո փորձում էի վերականգնվել նորից ֆորմի մեջ ու պարապմունքների ընթացքում ստացա վնասվածք, բայց վնասվածքը այդքան էլ լուրջ չի, արդեն հետ եմ վերադարձել պարապմունքներին։ Հովհաննես, շատ երեխաներ են գնում սպորտաձևերի, ինչպես որոշեցիք, որ ինչու ոչ ժամանակին հոբբին դարձնել մասնագիտություն եւ խորանալ հենց այդտեղ։ Ես նույնպես ի սկզբանե ֆիլմերից ոգևորված եմ գնացել կարատեի, սակայն ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ կարատեն ոչ միայն մարտարվեստ է, այլ նաեւ հոգեբանություն է, երեխաների մեջ սահմանում է բարիություն, նվիրվածություն, ազգասիրություն ու հենց այդ պատճառով ինձ կարատեն կանչեց դեպի իր մոտ ու հենց այդ դարավ առաջնային պայմանը, որ դարձավ մասնագիտություն կարատեն։ Հետագայում իհարկե ավելի ուշ էի փորձելու անդրադառնալ դրան, բայց մարզիկի կարիերան համատեղեցիք մարզիչի կարիերայի հետ։ Ինչու որոշեցիք երեխաների հետ աշխատել, ինչպես հղացավ այդ միտքը։ Ժամանակի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը ցանկացա կիսվեմ եկող սերունդի հետ, քանի որ գնալով սերունդը էլ առավել լավնանում է, էլ ավելի խելացի են, ճկուն են ու փորձեցի այդ իմ փորձը փոխանցեմ երեխաներին, սկզբում հոբբիի տեսքով, հետագայում արդեն որպես ինչու՞ չէ, նաև որպես մասնագիտություն, որպես մարզիչ ու այժմ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին իմ սաների հետ եմ մեկնում ու վերադառնում ենք մեդալներով շատ ավելի ոգևորիչ է, շատ ավելի ուրախալի է, քան իմ հաղթանակները։ Ես հենց դա ուզում էի հարցնել, ձեր հաղթանակներն են ավելի շատ ոգևորում ձեզ, թե երեխաների, այս ձեր երեխաների, աշակերտների, հա։ Սկզբում իմ հաղթանակներով էի ուրախանում, բայց ժամանակի ընթացքում հիմա արդեն ավելի շատ իմ աշակերտների հաղթանակներն եմ դրել առաջնային պլան, իմը երկրորդային, չնայած չեմ զորանում, չեմ ինձ խնայում, նույն ձև պարապմունքներին հետևում եմ, որ մնամ որպես չեմպիոն, բայց հիմա աշակերտներին ավելի առաջնային եմ դասում։ Հովհաննես, ինչու է սպորտը կարևոր երեխայի զարգացման համար եւ ինչու պետք է ծնողները երեխաներին տանեն տարբեր սպորտաձևերի։ Նախ առաջնային, անկախ նրանից երեխան պրոֆեսիոնալ սպորտսմեն կդառնա թե ոչ, առաջնային փողոցային բարկերից զերծ պահելն է։ Հիմա տեսնում ենք դրսում փողոցում շատ են այդ վատ սովորությունները, երեխաները, չգիտեմ, գնում են վատ ազդեցության տակ ու ինչի՞ չէ, իրենց ապագան ոնց որ խորտակում են։ Վատ օրինակներ են ունենում։ Շատ, հա, իհարկե։ Վատ հերոսներ են ունենում։ Ունենում, հա, ու տենց վատը ավելի շուտ են ընդօրինակում, քան լավը։ Սպորտը դիսցիպլինա է, կարգապահություն է, երեխաների մեջ մտցնում է այդ փողոցային բարկերից զերծ մնալը ու սա առաջնային ինձ թվում է կարևորությունն է, էլի։ Ամենաառաջի կարևոր բանը այդ երեխեքին փողոցից դուրս պահելն է, էլի։ Ինչպես նաև ֆիզիկական։ Դե իհարկե, հա, ֆիզիկական ուժը, պատրաստվածությունը, հետագայում բանակին պատրաստի զինվորներ տալը։ Ես նույնիսկ գիտեմ երեխաների ու շատ եմ լսել, որ ծնողները չեն կարողանում երեխաների հետ, ասում են, որ մարզիչին կասեմ կամ մարզիչին խնդրում են առանձին, որ ինքը ասի։ Հետևաբար, այո, կրթության դաստիարակության մեջ նույնպես մեծ նշանակություն ունի։ Ինչպիսի մարզիչ եք դուք։ Խիստ։ Ես խստապահանջ մարզիչ եմ, իմ մարզիչը նույնպես նույն ձև իմ հանդեպ խիստ է, կապ չունի, ես անկախ իմ հաջողություններից այս 18 տարվա ընթացքում 18 անգամ բացակա չեմ եղել պարապմունքներից ու նույնը պահանջում եմ իմ աշակերտներից, որովհետև, չգիտեմ, ըստ ինձ սպորտի հենց առաջնային ու ամենակարևոր բանը դա կարգապահությունն է։
Իսկ եթե խստությունը չեղավ, արդեն կարգապահությունը անկախ իրանից ընկնում է։ Որն է ձեր համար ամենադժվար հաղթանակը եւ սպասված։ Ամենասպասված։ Ճիշտն ասած 2016 թվականին, երբ առաջ անգամ աշխարհի չեմպիոն դարձա, դրանից հետո մեկնեցի բանակ ծառայության ու կարիերաս ոնց որ դադար ստացավ։ Հետո բանակից հետո նոր էի սկսել վերականգնվել ու ձգտում էի մրցումներին, այդ ժամանակահատվածում պատերազմ եղավ 2020 թվականին ու էլի ոնց որ իմ կարիերան էլի դադարի մեջ ընկավ, էլի չկարեցա բանանամ, շատ սպասված էր 2023 թվականի առաջի աշխարհի գավաթի առաջնությունը, որի ժամանակ չեմպիոն դարձա, նորից իմ մեջ ոնց որ հետ եկավ այդ վստահությունը, հետ եկավ այն զգացումը, որ ես նորից կարամ ու շատ սպասված հաղթանակ էր այդ իմ համար։ Նշեցիք, որ ծառայել եք հայոց բանակում ու ծառայել եք պատերազմի տարիներին, ծառայության մեջ օգնել է ձեզ։ Միանշանակ շատ մեծ ազդեցություն ունեցել, թե ֆիզիկապես, թե հոգեպես, ավելի կոփված եմ գնացել բանակ, այն ինչ որ չգիտեմ բարդություն էր թվում, իմ համար այդ սովորական առօրյա էր, սկսած առավոտյան վերկացից մինչև այն ֆիզիկական պատրաստությունները կամ մնացած այլ այն հոգեբանական վարժությունները, որի ժամանակ սպորտսմենները ավելի ուշ են կոտրվում կամ ընդհանրապես չեն կոտրվում։ Իսկ ինչ սովորեցրեց պատերազմը կամ ինչ տվեց ձեզ։ Պատերազմը ինչ խլեց։ Դե խլեց մեզանից մեր լավ տղաներին, որը բոլորս ցավում ենք դրա համար, բայց սովորեցեց մի կարևոր բան, որ մենք չպետք է դադարենք ուժեղ լինել, չպետք է հանգիստ արխայինանանք, ոնց որ արդեն վստահ լինենք, որ ամեն ինչ վերջացած է, միշտ ուժեղի հանդեպ զգուշ են լինում, ուժեղից միշտ զգուշանում են, չեն հարձակվում ուժեղի վրա։ Պետք է ուժեղ լինենք ու հենց դա պետք է սկսենք այն ամենափոքր սերունդից ու բոլոր ոլորտներում, էլի ամեն մեկս պետք է մեր գործում լավագույնը լինենք։ 16 անգամ չեմպիոն դառնալը ինչպես է փոխում մարդու մտածողության մեջ, այն ավելի շատ պատասխանատվություն է, թե պարտավորություն։ Պատասխանատվության զգացումը, բայց ինչպես շեշտեցին։ Կամ միգուցե վստահություն։ Նաև, չէ, վստահություն կա, բայց այդ վստահությունը ոնց որ գոռոզության չենք վերածում։ Ուղղակի շեշտեցինք, որ ես նաև մարզիչ եմ, իմ աշակերտները նույնպես մասնակցում են ու շատ ժամանակ լինում է, որ մի մրցաշարի ընթացքում մասնակցում եմ թե ես, թե իմ սաները, ու դա մեծ պարտավորվածություն է առաջացնում, որ անպայման հաղթեմ մրցաշարը, որովհետև ինձ նայում են իմ հետևից եկող սերունդները, այն մարդիկ, ում ես սովորեցնում եմ, ում բացատրում եմ, ինչ պետք է անեն։ Ծառայելու հետ կապված մի հարց էլ առաջացավ, ճիշտ է այն միտքը, այն ասացվածքը, որ տղա գնում են, տղամարդ վերադառնում են բանակից։ Հա, կա նման բան։ Համաձայն եմ։ Պետք է խուսափել բանակից։ Չէ, ընդհանրապես ես այդ հարցին շատ խիստ եմ նայում, ոնց որ անկախ նրանից, որ մեկս ինչ մասնագիտություն ունենք, ինչ լավ է, որ սպորտսմենը գնում է դուրս, մեդալներ է բերում, բայց նաև պետք է մեր պարտքը տանք հայրենիքին սահմանները հսկելով, սահմանները պահելով։ Հետո այդ պարտավորվածությունը էլ ավելի լրջացնում է մարդուն։ Ոնց որ 2 տարի, երբ որ մարդը մենակ ապրում, այդ մի հատ ժամանակահատված է, որ դու հասկանում ես, թե դու ով ես, ինչի ես ընդունակ, ինչ կարաս անես։ Ինչ արժեքներ եք փորձում փոխանցել սպորտի միջոցով երեխաներին։ Առաջնային հայրենասիրություն, հետո սեր դեպի ծնողը, հարգանք դեպի ծնողը ու ամենակարևոր հենց իմ մարտարվեստի ամենակարևոր կետերից մեկը դա հարգանքն է։ Անկախ նրանից հակառակորդը ինչ ազգության է, պետք է հարգանք ցուցաբերել ու թույլերի հանդեպ չկիրառել այս մարտարվեստը։ Հենց գլխավոր նպատակն է դա։ Սպորտի երևի ամենամեծ միտքն ու գլխավոր արժեքը հենց դա էր։ Իսկ ինչպես է հայկական կարատեն ներկայացվում միջազգային ասպարեզում, ըստ ձեզ բավարար են մեր հաղթանակները, մասնակցությունը, պայմանները։ Մենք
փոքր քանակությամբ ենք մեկնում, քանի որ ինքնաֆինանսավորվող ֆեդերացիա ենք, ֆեդերացիայի նախագահն իր ուժերով մեկնում էր կազմակերպում էր մրցաշարեր, որ մեկնեինք, բայց նաև այս վերջում ոչ օլիմպիական կոմիտեն արդեն 2 տարի մեր կողքին է, օգնում է ու համագործակցում ենք։ Այսինքն պետական աջակցությամբ չի։ Ոչ, չունենք պետական աջակցություն, այժմ արդեն ունենք, բայց ոչ օլիմպիական կոմիտեի։ Մեկնում ենք քիչ քանակությամբ, օրինակ այս վերջում մրցաշարին մեկնեցինք Եվրոպայի 36-րդ առաջնություններ, մեկնեցինք մոտ 25 հոգանոց կազմով, 25 մարզիկներով։ Պետություններ կային, որ եկել էին 150-200 մարզիկներով, օրինակ Ռումինիան, Լեհաստանը, բայց ընդհանուր թիմային հաշվարկով 3-րդ տեղը զբաղեցրինք։ Դա չափազանց մեծ արդյունք էր, էլի, մնացածի համեմատ, այսինքն մեր բոլոր երեխաները 2-ից 3 մեդալ գոնե նվաճում էին ու բարձր առաջի երկրորդ տեղեր։ Ինչպես է կարողանում միջազգային մրցումների ժամանակ կամ առհասարակ մրցումներին, բայց միջազգային մրցումներին մի փոքր կարծում եմ դա ավելի սրացված է, կառավարել վախը, սթրեսը, լարվածությունը ու այդ ամենին մոտենալ ավելի սթափ սարախ գլխով, մտքով։ Ամեն ինչի հիմնական հենց գլխավոր խորհրդատուն մեր ու հոգեբանը մեր սենսեին է, մեր մարզիչն է, սենսե Սուրեն Մաթևոսյանը, ով նաև ֆեդերացիայի նախագահն է։ Ինքը փոքրուց մեր մեջ մցրել է այն, որ պետք չի հակառակորդից վախենալ, եթե նույնիսկ զգում ես, որ հակառակորդդ քեզանից մի քանի անգամ, չգիտեմ, քաշով ծանր է, ավելի փորձառու է եւ այլն, դու պետքա ցույց տաս քո լավագույն արդյունքը։ Այսինքն դրա համար պետք չի լարվել, պետք չի ավելորդ էմոցիաներ, դրանք զուտ խանգարելու են ընդհանուր մրցաշարին։ Իսկ ժամանակի ընթացքում արդեն փորձ ձեռք բերելուց ավելի հանգիստ ես դառնում, ավելի ընկալում ես հակառակորդիդ նենց, ոնց ինքը կա էլի, ու վախերը ընդհանրապես արդեն կամած հետ են քաշվում։ Իսկ հաղթանակին ավելի նպաստում է կամ ավելի առաջնային է ֆիզիկական ուժը, հոգեբանական պատրաստվածությունը, թե ինչ ոչ բնավորությունը։ Երեքն էլ կարևոր կրիտերիաներ են շատ, բայց ըստ ինձ առաջնային հոգեբանությունն է։ Շատ մարզիկներ ֆիզիկապես պատրաստ մեկնում են մրցաշարերի, իդեալական մարզավիճակում, բայց հոգեբանորեն կոտրվելով կամ հանձնվելով կամ այդ ճնշմանը չդիմանալով պարտվում են մրցումները, այդ լարվածությունը շատ մեծ ազդեցություն ունի, հետո ինչի՞ չէ, երբ որ մեկնում ենք այլ պետություն, տվյալ պետության սաների, չգիտեմ, մարզիկների, մասնակիցների հետ ավելի շատ ոնց որ բալետչիկներ են լինում, ավելի շատ ոգևորողներ են լինում ու էդ էլ է ճնշում, որ դու հակառակորդիդ հետ մենամարտում ես տվյալ պետության մարզիկի հետ ու անընդհատ կողից ոնց որ այդ ճնշումը կա։ Այդ ժամանակի հետ լուծվող հարց է, աստ ինձ որ մարզիկը պետքա գիտակցի, որ տատամիում մրցակցում երկուսն են։ Ինքը ու հակառակորդը ու մնացածի այդ դերը արդեն էլ նշանակություն չունի։ Հայաստանում մեծ միջոցառումներ կազմակերպվում են ձեր սպորտի ոլորտում։ Հա, իհարկե, ամեն տարի կազմակերպվում է Արարատ Cup մրցաշարը, որը միջազգային մրցաշարը, մասնակցում են 8-ից 9 պետություններ, գալիս են տարբեր պետություններից, մրցաշարը բավականին արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել միջազգային հարթակներում ու այս տարի էլ ավելի մեծ է լինելու, իդեպ ձեզ էլ կհրավիր ենք անպայման, շատ պետություններ արդեն հայտ են ներկայացրել, որ մասնակցեն, կարևոր միջոցառում է շատ, ինքը նախ երբ է լինելու ներողություն։ Հունիսին կարծեմ, հունիսին է լինելու։ Տեսեք, խոսեցինք մարզիկի հոգեբանական պատրաստվածության մասին, բայց ես շատ եմ տեսել երեխաներին, ովքեր պարտությունից հետո շատ վատ վիճակում են, ինչպես եք օգնում իրենց այդ հարցում, որ պարտությունն էլ կարողանան ընդունել, չկոտրվել, առաջ շարժվել։ Ես իմ սեփական փորձով եմ կիսվում մարզիկների հետ, պատմում եմ նախ առաջնային ոնց է եղել իմ առաջին մրցումները, ես ինքս առաջին մրցումները պարտվել եմ ու հենց այդ ձև երեխեքի պես ինձ հուզված տեսել է երեխա, հենց հուզված ոնց որ փորձում դաժում մտածում էի վсё էս իմը չի եւ այլն, բայց երեխաների մոտ
պետքա ձևակերպել այն կարծրատիպը, որ պարտությունից է հենց սկսում մեծ հաղթանակները։ Հիմնականում այն տաղանդավոր մարդիկ, որ ի վերուստ տաղանդ ունեն, շատ քչերն են օգտագործում այդ տաղանդը։ Իսկ այդ պարտությունը ուժ է տալիս, որ ինքը նորից արդեն հետ գա ավելի ուժեղ, ավելի պատրաստված, որ հասնի բարձունքների։ Փոքրիկներին մի քիչ դժվար է այդ ամեն ինչը բացատրել, բայց ոգևորելով, խրախուսելով, մի քիչ հետները աշխատելով ստացվում է։ Իսկ պարտությունն է ավելի շատ բաց սովորեցնում, թե հաղթանակը։ Ըստ ինձ պարտությունը, որովհետև հաղթանակը դու ստանում ես այն, ինչի համար երկար տարիներ տանջվել ես, իսկ պարտությունը հենց այդ պատճառն է դառնում, որ դու գնաս դեպի այդ հաղթանակին։ Երբ որ ամենաներկևում ես, ոնց որ ճանապարհ չկա, էլի, միայն վերև պետքա ձգտես, այդ շատ կարևոր է։ Իսկ ձեր կարծիքով ի՞նչն է այսօր խանգարում հայկական կարատեի զարգացմանը։ Ունի դեռ տեղ զարգանալու, ինչը կօգներ ավելի զարգանալու։ Իհարկե, պետական աջակցությունը ինձ թվում է շատ ավելի լավ կլիներ, որ մարզիկները գնահատված լինեին։ Հիմա տեսեք, մնացած պետություններում այն մարզիկները պրոֆեսիոնալ, ովքեր մասնակցում են մեծահասակների մեջ, զբաղվում են մենակ մարզիկի կարիերով, պրոֆեսիոնալ սպորտով, օրը 3-ից 4 պարապմունք դահլիճում կատարում են ու հետևում են իրենց սննդակարգին, հետևում են իրենց քնի ռեժիմին։ Մեր հայկական մարզիկների մոտ մի քիչ ուրիշ է։ Մենք առավոտ գնում ենք մարզման, հետո աշխատանքի, հետո երեկոյան էլի մնում ենք հոգնած, մարզվում ենք, պատրաստվում ենք ու այդ ընթացքում փորձում ենք ինչ-որ չափով սննդակարգին հետևել, ինչ-որ չափով քնի ռեժիմին հետևել, բարդ է շատ ավելի, բայց չենք ողոքում։ Իսկ կարող է մարզիկը այլ աշխատանքով չզբաղվել, միայն մարզիկի աշխատանքով իր ֆինանսական պահանջները բավարարել։ Հիմա դեռ ոչ, բայց կարծում եմ մի քանի տարուց արդեն այդ ամեն ինչը նաև կլինի, որ պրոֆեսիոնալ մարզիկը կզբաղվի միայն մարզումներով իր։ Հույս ունենանք։ Խոսեցինք մարզասերների մրցագորգում մրցադաշտում լինելու կարևորությունից։ Ձեր հետ եւ փոքր ժամանակ եւ հիմա ձեր հարազատները մասնակցում են, ներկա են գտնվում։ Հայրս միշտ իմ բոլոր մրցաշարերին գրեթե մասնակցում է ու մեծ հպարտությամբ հետևում է մրցաշարի ընթացքին, ինքն շատ խիստ մարդ է ու այն ամեն ոնց որ արդեն կարատեին տիրապետում է որոշ չափով, ամեն մանրուքին հետևողական է, ամեն մանրուքի վրա ուշադրություն է դարձնում։ Այս վերջի տարիներին դե բնական է դրսի մրցաշարերին հետևում է արդեն հեռուստացույցով չի կարողանում գալ, բայց ընդհանուր մրցաշարերին միշտ գալիս է։ Դե մայրս, կինս այդքան չէ, որովհետև մի քիչ այն կոմիտե մրցաձևը, երբ որ կռվում են իրար հետ, դա կոմիտե մրցաձևի ժամանակ մի քիչ չեն կարող ծանր են տանում։ Մրցաշարի ժամանակ շատ մեծ ազդեցություն ունի ծնողների ներկայությունը։ Երեխան ոգևորվում է ամենաշատը հենց մոր խոսքերից, որովհետև հիմնական նամանավանդ տղա երեխաները կապված են ավելի շատ մոր հետ։ Այսպիսի մի նույնիսկ պատմություն կա, կարատեի մեջ ամենաառաջի աշխարհի չեմպիոնը ով եղել է, կանաձավան, ճապոնացի, ինքը կոտրել է ձեռքը մրցումների ժամանակ ու երբ որ եզրափակում ուզեցել է հանձնվի, հենց իր մայրն է իրեն ոգևորել, որ մտել մրցաշարը հաղթել է։ Եթե սկսեիք 0-ից, Հովհաննես, կրկին նույն ճանապարհը կընտրեիք։ Հա, չեմ փոշմանել ոչ մի անգամ, նույնիսկ պարտությունների ժամանակ չեմ փոշմանել, որ հենց ընտրել եմ այս մարտարվեստը, որովհետև այս մարտարվեստը ինձ ավելի շատ տվել է, քան վերցրել։ Ճիշտ է, ես նվիրում եմ ավելի շատ իմ ժամանակի 90%-ը պատկանում է կարատեին, բայց ես դրանից ավելի շատ բան եմ սովորել, ավելի շատ բան եմ ստացել ու իմ ընդհանուր ամեն շրջապատող բանը հիշեցնում է կարատեն։ Դրա համար ես ոչ մի րոպե չեմ փոշմանում ու հաստատ նորից կարատեից։ Դուք նաև կարևորել եք կրթությունը սպորտում, հետևաբար նաև ֆիզկուլտ ինստիտուտում եք սովորել։ Ինչքանով է կարևոր կրթությունը սպորտսմենի կյանքում։ Շատ մեծ դեր ունի, սպորտսմենը պետք է կիրթ լինի, ասենց կարծրատիպ կա, չգիտեմ, որ սպորտսմենները պետք չի սովորեն, բայց չկա իրականում նման բան,
կապ չունի ինչ ոլորտի մարդը պետք է լինի կրթված։ Ես բացի ինստիտուտ ավարտելը նաև ինքնակրթությամբ փորձում եմ զբաղվեմ, չգիտեմ, ճիշտ է ժամանակի սղության հետ, բայց փորձում եմ համենայն դեպս ինչքան հնարավոր է ինքնակատարելագործվել։ Եթե նամանավանդ մարզիչ չես կարող երեխաների հետ աշխատելուց անկիրթ լինել։ Չգիտեմ։ Դու ինձ մոդելն ես, օրինակն ես։ Իրենք Դե փորձում հա, են իհարկե, իրանք նայում են, փորձում են քեզանից օրինակ վերցնել, շատ ժամանակ տեսնում եմ, որ չգիտեմ, գալիս են ծնողները բերում են երեխային, բողոքում են, որ ինչ-որ միտեղ տարան են ուրիշ սպորտաձևի, մարզիչը, չգիտեմ, երեխային խփել է կամ ինչ-որ, չգիտեմ, վատ է վերաբերվել, այն վերաբերմունքը ցույց չի տվել, որը կա մեր մոտ։ Այդ արդեն մարզիչի գիտելիքի բացակայության պատճառով է։ Հովհաննես, ինչ ապագա պլաններ ունեք որպես մարզիկ եւ որպես մարզիչ։ 2026 թվականին հոկտեմբերին Եվրոպայի առաջնություն ունենք Եգիպտոսի Կայրե քաղաքում ու հիմա ամբողջ ուժերով պատրաստվում ենք այդ մրցաշարերին, մինչև մրցաշարի մեկնելը լիգաներ են լինելու, լիգաների ընթացքում հաղթող մարզիկները, ովքեր բարձր միավորներ կվաստակեն, ֆեդերացիայի հովանավորությամբ անվճար կմեկնեն մրցաշարի։ 14 տարեկան բարձր մարզիկների մասին է խոսքը ու դրա համար հիմա ամբողջ ուժերով պատրաստվում ենք այդ մրցաշարին, լիգաներին։ Ես հիմա ձեզ բլից հարցեր կտամ, առանց մտածելու խնդրում եմ արագ պատասխանեք։ Շատ լավ։ Հարցակում թե պաշտպանություն։ Հարցակում։ Կոմիտե թե կատա։ Կատա։ Մրցման մեջ ռիսկ թե հաշվարկ։ Հաշվարկ։ Երեխայի մեջ տաղանդ թե աշխատասիրություն։ Աշխատասիրություն։ Մարզիչ թե մարզիկ։ Մարզիչ։ Խստություն թե հոգատարություն, չնայած կարելի է համատեղել։ Ինձ թվում է համատեղելու չի լինի։ Մեդալը նպատակ է թե արդյունք։ Նպատակ։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում սպորտ զոններ կհանդիպենք հաջորդ շաբաթ։